Ողջույն բոլորիդ, մենք այս կանաչին դանդուր ենք անվանում, որը որ ես չէի պատրաստել երկար ժամանակ։ Պատահաբար շուկայում տեսա, որի համար շատ ուրախացա և որոշեցի անպայման պատրաստեմ։ Սկզբում լավ լվացի, քանի որ լավ ցեխոտ էր, մի քանի անգամ պարզ ջրով լվացի։ Եռացող ջրի մեջ ավելացրեցի մի բուռ աղ, այնուհետև կանաչին տապակեցի 2 րոպե, սիրելիներս ավելի չթողնեք, քանի որ կլխկի։ 2 րոպե եռալուց հետո հանեցի ջրից և ցողեցի սառը ջրով։ Մի քանի րոպե թողեցի սառը ջրի մեջ, այնուհետև հանեցի և թողեցի, որպեսզի ջրքամվի։ Այնուհետև տեղափոխեցի նախապես պատրաստած սառը ջրի մեջ, որի մեջ նախընտրելի է և սառույց լինի, քանի որ այսպես ավելի կրթկրթան և համեղ է ստացվում։ Անցնենք սոսի պատրաստմանը։ Ես այստեղ օգտագործում եմ կարմիր պղպեղ, կծու և խոշոր աղացած, այնուհետև ավելացնում եմ բրինձի քացախ։ Դուք եթե չունեք բրինձի քացախ, կարող եք փոխարինել խնձորի քացախով։ Սոյայի սոուս եմ ավելացնում 2 գդալ, ավելացնում եմ աղ և մի քանի բջեղ սխտոր։ Սիրելիներս, ասեմ, որ ինձ մոտ իմ կանաչին մոտ տարապես 2 կիլոգրամ էր, և քանի որ պետք է թողնենք սառնարանում 2 օր, անընդհատ կխառնենք այդ 2 օրվա ընթացքում, որպեսզի սոուսը ամեն տեղ խառնվի, և համ տեսեք, եթե զգում եք, որ աղը կամ քացախը մի քիչ պակաս է, կարող եք ավելացնել։ Այնուհետև սոուսը պատրաստելուց հետո մի լավ կխառնենք և կուղարկենք սառնարան, որպեսզի մի քանի օր մնա։ Սիրելիներս, դուք կարող եք նաև խառնել աղցանին քունջութի սերմ, եթե ձեռքի տակ ունեք, և թարմը կանաչ սոխ ավելի համեղ կլինի։ Ես իմ ձեռքի տակ չունեի, չավելացրեցի, բայց հաջորդ անգամ անպայման կփորձեմ։ Այնուհետև տեղափոխում ենք մեզ հարմար տարայի մեջ և դնում ենք սառնարանը 2 օրով, 2-3 օրից արդեն պատրաստ է։ Ժողովուրդ ջան, անպայման փորձեք, խորհուրդ եմ տալիս, քանի որ շատ համեղ է ստացվել։ Իսկ եթե ձեզ դուր եկավ տեսահոլովակը, լայքեք, թողեք ձեր մեկնաբանությունը։ Շատ շնորհակալ կլինեմ։ Ցտեսություն։